Հաջան, ուր հասար։ Լսի, նոր Աննան է եկել, էլ դու մի արի։ Այն ճանենք, կգամ միասին կգնանք։ Չէ, հիմա Աննան իրան շատ վատ ազգում, եկելա որ իրար հետ խոսենք, մենք ուրիշ օր կհանդիպենք, հա, խնդրում եմ չնեղանաս ինձանից։ Լավ, ոնց կուզեք։ Սիրում եմ քեզ։ Ես էլ քեզ։ Պինգվիններին դու ես ներկում, թե ես։ Այ փոքրին Ես ես ինչ լավ գործի եք։ Կարող է ես էլ ձեզ միանամ։ Բայց դու նկարել չես սիրում։ Պարզա Եվա, փաստորեն հորքուրդ լավն է, ես չէ։ Եվան իմ թերապեն է, գիտես, չէ։ Գիտես իմ աղջիկը ինձ ոնց է օգնում, ոնց եմ ես հանգստանում իր հետ։ Ուզում ես կամ մի քանի օրով տեղափոխվեմ քո սենյակ, իրար հետ ժամանակ կանցկացնենք, տխրելու ժամանակ է չես ունենա։ Ոայ իմ կյանք, իմ գանդ, իմ սիրուն աղջիկ։ Բա որ ես եմ վատ լինում, ինչի ինձ տենց առաջարկներ չես անում։ Բայց դու մեր տանը չես ապրում։ Լավա չասեցիր դու մեր տանը չես ապրում Փառք Աստծո։ Դե լավ, ես գնացի, հետո էլի կգամ։ Սրտիկ։ Էդ մենակ սեդային ես, հա, պաչիկ անում։ Եվան քեզ իսկապես շատ է սիրում։ Ես էլ իրան եմ շատ սիրում։ Իսկ նվերի հետ տեսնվեցիք։ Հա։ Ոնց որ մի տեսակ ասեցիր այդ հան։ Դե նվերել առաջվանը չի։ Ամաչում է ինձանից իմ հետ կատարվածից։ Չի վստահում ինձ, չի հավատում։ Դու լրիվ գժվել ես սեդա, ինչեր ես խոսում։ Չէ, չեմ գժվել ու չեմ հորինում։ Ասում եմ այն, ինչ որ ինքն է ասել։ Ու ես ոնց հասկանում եմ, մեր բաժանումը սարերի հետևում չի։ Ընդհանրապես ժամանակի հարց է։ Արի ավելի լավ է նրանից սկսենք, որ այսինքն դուրս է գալիս, որ դու մեղքի զգացում ունես։ Բայց այն ինչ որ քո հետ կատարվել է, դրանում դու ընդհանրապես մեղավոր չես, դու իրան չես դավաճանել կամ չես խաբել։ Ու եթե ինքը տենց է մտածում, այդ արդեն իր խնդիրն է։ Ես իրան չեմ մեղադրում։ Այսինքն դուրս է գալիս, որ քանի դեռ քո մոտ ամեն ինչ լավ էր, ինքը քո հետ լավ էր ու քո հետ էր։ Հենց ինչ որ բան փոխվեց դեպի վատը, նշանակում է պիտի բաժանվեք։ Սա սերը հո պայմանագիր չի, որ երբ ուզես չեղարկես։ Ու առհասարակ ես ինչ անհեթեթ խոսակցություն է։ Ես ուղղակի քեզ խնդրում եմ, ինչքան հնարավոր է շատ ժամանակ անցկացրա հա նվերի հետ։ Ես հիմա գիտեմ, որ իր մտքին ինչ որ բաներ կան։ Հարութի հետ կապված ու ես չեմ ուզում, որ ինքը ինչ-որ հիմարություն անի, որովհետև չեմ ուզում ոչ ինքը վնասվի, ոչ էլ այդ տղան։ Բայց հնարավոր է, չէ, որ այդ տղան իսկապես մեղավոր է։ Նենց չի, որ դու մանրամասն ամեն ինչ հիշում ես։ Նվերն է զանգում։ Խնդրում եմ հանգիստ խոսի հետո ունեց մի արա, որ ես քեզ այլևս ոչ ոք չվստահեմ։ Ալո, Ուր ես հետդ մեր երկու բար կա խոսալու։ բարև Նվեր ջան, ոնց ես։ Ասում եմ ուր ես Էլեն։ Սեդայից տանն եմ։ Հանկարծ չասես, որ ես եմ զանգել։ Հեսա հաստեմ կզանգեմ դուրս արի։ Իսկ ինչի դու չես գալիս։ Էլեն կլինի չերկարացնես։ Հեսա գալիս եմ։ Լավ։
Խնդրում եմ ամեն ինչ արա, որ իմանաս ինչ կա մտքին, որովհետև այդ շատ կարևոր է։ Ասաց, որ չասեմ, որ ինքն է զանգել։ Ինչ ասեց։ Չի ուզում իմանաս, որ ինքն էր զանգում։ Չեմ կարծում, որ մեր խոսակցությունն ավելի կարևոր էր, քան Սեդայի վիճակը։ Ինչի ներս չեկար։ Մխիթարողների կարիք Սեդան չունի, Էլեն։ Դու նոնան հերիք եք։ Իմը գործելն է։ Ու ինչ կա մտքիդ։ Դա արդեն քո գործը չի, Էլեն։ Ասա ինչ ա խոսացել դրա հետ։ Ում հետ։ Մտք կլինի դերիցը դուրս գաս, ինձ Սեդան ամեն ինչ պատմել է, խոսա հասկանամ։ Դե նենց չի երկար են խոսել։ Փորձում էր ուղղակի ինչ-որ բաներ հիշել։ Հա ինչ որ խոսացել են, դու ինձ հետ ասա։ Ես ներկա չեմ եղել, դրսում եմ սպասել։ Հա այդ տիպի արդեն առանձնացել են իրար հետ։ Դե ասեց, որ ուզում է, որ մենակ խոսեն։ Դու հասկանում ես, իրանք արդեն այնքան մոտիկ են, որ իրանք քեզանից առանձին կարող են իրար հետ խոսան, հա։ Նվեր, արի ես ամեն ինչը մի կողմ դնենք։ Ես քեզ լավ եմ ճանաչում։ Ինչքան ժամանակա դու արդեն Հարութի մասին գիտես ու կասկածներ ունես։ Բայց ես քեզանից ոչ մի հստակ քայլ չեմ տեսնում ու այդ ինձ շատ է անհանգստացնում։ Այսքան հարցեր տալու փոխարեն դու արդեն պիտի ինչ-որ մի բան արած լինեիր։ Ես գիտեմ ինչ անեմ, Էլեն։ Առաջվա նվերը չէ, որ գնա իրան կործանի։ Լուրջ մարդիկ սովորում են, որ այս աշխարհում կարելի է ամեն ինչ առնել ու ծախել։ Այսինքն այն ինչ որ իմ դեմ արել են, դրա կրկնակին ստանալու են։ Ու այդ ամեն ինչի մոտ շատ հեշտ է ստացվելու։ Մի բան լավ հիշի։ Փող, փող ու նորից փող։ Դու պարզապես հետևի ես ամեն ինչին։ Ոնց ես։ Լավ։ Ման, այս ոնց էր Հարութի գործերն էլ, հա, քո գործերի պես լավացել։ Շատ սիրում վզնոցա։ Ինչ ա եղել Սեդ։ Էլեն ասաց, որ լավ չես զգում։ Իմ վիճակում նորմալ է ավատ լինելը։ Ինչ որ տեղը ցավում, հա։ Կարող է բժիշկ ասեմ գա։ Պաստորեն դեռ անհանգստանում ես, հա։ Հույս կա դեռ։ Ինչ հույս։ Ինչ ես խոսում։ Ինչի մատանին հետ չվերցրիր։ Այդ մատանին քո մատին պետք է մնա։ Ոչ։ Այս մատանին ոչ մի բան չի փոխում։ Առավել ևս ոչ մի բան չի նշանակում։ Սեդ ես քեզ շատ եմ սիրում։
Քեզ հերիք չի այդ բառերը, որ դեռ լսում ես։ Չէ։ Հերիք չի։ Գիտես ինչի։ Մեզ շատ անգամ թվում է, որ սերը ամենաուժեղն ու ամեն բան կարող է, բայց չէ։ Սերը ամենափխրուն բանն է։ Ու շուտ կոտրվում է, եթե չես պահում։ Հա, կարող է սիրում ես։ Բայց իմ ներկայությունը քո համար բաց վերքի նման մի բան է դարձել։ Սեդ ես գիտեմ, որ ամեն ինչ խառնվել է իրար։ Գիտեմ, որ ես պայտակ բաներ եմ ասում, բաներ եմ անում, որը քեզ նեղացնում է։ Խնդրում եմ ինձ հասկացի։ Ես քեզ շատ եմ սիրում։ Մենք պետքա դիմանանք, մենք պետքա դուրս գանք այս ամեն ինչի մեջից։ Ես չեմ ուզում, որ դու դիմանաս ինձ։ Ես ուզում եմ քո երջանկությունը լինեմ։ Ու գիտես ինչն է մեզ իրարից հեռացնում, որ մենք տարբեր բաներ ենք ուզում։ Դու ուզում ես իմանաս ով։ Իսկ ես ուզում եմ հիշենք ով ենք մենք եղել, ես ու դու։ Ես ուզում եմ հիշենք մերը։ Մենք տարբեր բաներ ենք ուզում։ Ու այդ արդեն շատ վատ է։ Դու ինձ պետքա հավատաս, դու ինձ պետքա հասկանաս, Սեդա։ Ինչ ժամանակ է պետք։ Փաստաբանը հեռախոսը ուղարկել է։ Հուսամ այն հին կապերդ ի հայտ չեն գա ու մեր համար նոր պրոբլեմներ չեն ստեղծի։ Անունս ասեմ, թե կճանաչես։ Ճանաչեցիր։ Ավելի լավ։ Դրա վրա ժամանակ չենք սպանի։ Նստի ավտոն։ Նստի ասում եմ։ Եթե ես ուզենայի ուժով այդ հարցը լուծեի, ստե չէի գա հասնի։ Նստի ավտոն։
Մնում ես։ Եթե խանգարում եմ, կարող եմ գնալ։ Վայ, չես խանգարում, ուղղակի հարցնում եմ։ Ոնց որ զակատարած կռիվ լինես։ Ոչ մեկիդ բան ասել չի լինում։ Դու ստեղ են սեդան ընդեղ։ Եվ անել ես վերջերս սկսել, գիտես հետս մունաթով խոսալ։ Կարող ես դա իննենց բան ես ասել, որ ստիպված ա եղել կոպտել։ Ես իրան շատ լավ եմ ճանաչում։ Ինքը նենց մարդ չի, որ օթից կռիվ սարքի։ Ավելի լավ է ես գնամ սուրճս սենյակում խմեմ, հանգիստ։ Սյուզ։ Այսօր նվերին եմ տեսել։ Ու Չգիտեմ, մի տեսակ տարօրինակ թվաց։ Ասում էր, որ ինքը այս հարցը փողով ա լուծելու։ փողով։ Այդ ո՞նց։ Դե ճիշտն ասած, ես էլ չեմ հասկանում ոնց է պատրաստում այդ հարցը փողով լուծել։ Եթե անկեղծ ես էլ։ Ման, բայց շորերդ էլ ա շատ սիրուն։ Հիմա հատ-հատ ես պատմում ինձ ինչ ա եղել։ Անենց որ ես հավատամ։ Եթե մտածում ես, որ պետքա այստեղ գալուց վախենամ ու ասածներս մեջ ինչ-որ բան փոխեմ, սխալվում ես։ Դե դեռ քո սխալն է։ Պետք է վախենաս։ Ես վախենալու բան չունեմ։ Ասել եմ, ինչ կա։ Լավ չես ասել։ Ես գիտեմ, որ մի բան թաքցնում ես։ Պատմի ամեն ինչ։ Ուրեմն լսի։ Կարող է ես քեզանից ավելի քիչ շրջապատ ունեմ, կապերս ավելի քիչ են, բայց անունս ու պատիվս քոնից հաստատ ցածր չի։ Ես էլ տունը սպասող ունեմ։ Քեզ թվում է ինձ դուր ա գալիս այն ինչի մեջ ինձ մեղադրում են։ Եթե դրա փոխարեն լիներ գողություն, խուլիգանություն, սպանություն, հետո բացահայտվելուց հետո երբ որ պարզվեր, որ ես մեղավոր չեմ, ավելի թեթև կտանեի։ Բայց այն ինչի մեջ ինձ մեղադրում են, միջև հիմա կոկորտիս ա կանգնած։ Ու բացահայտելուց հետո էլի կոկորտիս կանգնած ա մնալու։ Լավ ինչի ես ստիպում, որ մտածեմ ավելի լավ էր այդ աղջկան տենց անօգնական ճանապարհին թողնեի։ Կյանքս հանգիստ կապրեի։ Չէ։ Ստե մի բան են չի։ Դու միջև վերջ ես պատմում ինձ։ Խոսա։ Ավելացնելու բան չունեմ։ Այն ինչ որ կա արդեն ասել եմ։ Լսի, ես քեզ չեմ սպանում հիմա մենակ նրա պատճառով, որտեղ ես վստահ չեմ, որ դու ես։ Հասկանում ես, բայց որ ես հանկարծ իմացա, դու չես պատկերացնում քո հետ ինչ ա լինելու։ Դու միշտ իմ աչքի տակ ես լինելու, ամեն շարժ ու ձևդ, խոսալդ, պահելաձևդ։ Լսում ես ինձ։ Ինձ հետևելու վրա ժամանակ ծախսելու փոխարեն ավելի լավ այդ ժամանակը ծախսես ու գտնես իրական մեղավորին։ Ես կգտնեմ, մի մտածի։ Կգտնեմ, խոսն է կփորեմ, աշխարհն է շուտ կտամ, գտնեմ, բայց եթե ես իմանամ, որ դու ես, հաշվի որ քո գերեզմանի վրա անուն չի լինելու, ոչ մեկ քո մասին չի իմանալու։ Իսկ հիմա մտածի, որ երկրորդ կյանքի տեր դառար։ Ծաղիկներդ մոռացար։
Բարև ձեզ։ Բարև Մանե ջան։ Ես քեզ կանչել եմ ստեղ, որ ուղակի խոսենք։ Ու խնդրում եմ այս խոսակցությունը չհամարես հարցակնություն ու չվախենաս։ Հա, բայց Սեդայի մասին ենք չէ խոսելու։ Իրանից եք հարցնելու։ Հա, բայց արի որպես երկու մարդ փորձենք հասկանալ իրավիճակը։ Դու որպես մոտ ընկերուհի, ես էլ մարդ, որ փորձում օգնել Սեդային ու պատժել մեղավորին։ Ինչ որ բանից վախենում ես։ Չէ։ Ինչ որ բան կա, որ ուզում ես ինձ ասես։ Տեսնում եմ, որ կա։ Ինչ սիրուն ես։ Դե գնա լվացվի, ամեն բան պատրաստ է, Հարութն էլ կգա, կնստենք ու կուտենք։ Հա, ասաց որ հասնում է։ Հա, ես գիտեմ միասին եք։ Ավելի լավ, ուրեմն գնա լվացվի, մինչև լվացվես Հարութն էլ կգա։ Ոնց ես։ Նորմալ։ Բան չասացիր նոր շորերից, տեսքիս, մազերից մասին։ Բան չես նկատում։ Նկատում եմ։ Սիրուն ես։ Կարող է այսօր մի տեղ գնանք, օրինակ ռեստորան։ Նոր շորեր ունեմ, ուզում եմ մի տեղ դուրս գանք։ Խնդրում եմ, էլի չմերժես։ Մանե, ինձանից լավ գիտես, որ մոտս փող չկա։ Ես հաշիվը կփակեմ։ Էլ ինչ կուզեիր։ Կարող եմ մի հատ էլ ինձ պահեիր։ Կամ իմ համար նոր շորեր գնեիր։ Մի քիչ համբերի կաշխատեմ, ուր կուզես այնտեղ էլ կգնանք։ Բայց Հեսա կգամ։ Մանե ով է։ Չմտածես հետդ եմ։ Ինչ է եղել։ Ով էր։ ոչ մի բան, ձեր հարևանին էին հարցնում, սխալվել էին։ Այդ խոսեմ գամ։ Հա, բարև ձեզ, ես եմ ուղարկել։ Հա, հենց այդ աշխատանքի համար։ Այսօր էլ կարող եմ գալ։ Շատ լավ։ Մասնագիր։ Եղավ։ Ես մի կես ժամով դուրս եմ գալիս։ Էլի։
Դե հա, ման է։ Ախր ինձ գիտես, ես չեմ կարող ուղղակի տունը պարապ նստեմ, պետքա գործ գտնեմ։ Կարող է ինձանից նեղվել ես։ Ինչի պիտի նեղվեմ։ Դե որ փողի պահով ասեցի, որ եթե Մի շարունակի։ Չեմ նեղվել։ Ուղղակի դու էլ ինձ լավ ճանաչում ես։ Մեքենաս չգիտեմ, թե երբ կտան, իսկ ես չեմ կարող ուղղակի ձեռքերս ծալած տունը նստեմ, պետքա աշխատեմ։ Մի խոսքով գնում եմ գործ գտնեմ։ Էլեն ինչ-որ բան կա, որ ուզում ես ինձ ասես։ Ասա, բայց առանց ոչ մի բան թաքցնելու։ Չէ, ուղղակի մի քիչ լարվում եմ, որովհետև անընդհատ փորձում եմ ինչ-որ նոր բան հիշել։ Էլեն մեր խոսակցությունը դրսում եմ կազմակերպել։ Բաժանմունքից հեռու։ Առաջին ուզում եմ որպես մարդ ինձ վստահես, ու չնայես որպես օրենքի աշխատող ու վախենաս։ Էլեն մեր երկուսի նպատակն է Սեդային օգնել։ Ու դա կապ չունի, որ իմ աշխատանքի բնույթից է գալիս։ Իմ աշխատանքի մեջ ամեն օր շատ բաներ եմ տեսնում, շատ ծանր գործեր եմ վարում։ Ամեն անգամ, երբ սեղանից հայտնվում է բռնության ենթարկված աղջկա գործ, սիրտս տակնու վրա է լինում։ Ես գնում եմ տուն, նայում եմ իմ աղջկա, իդեպ նա ձեզանից մի քիչ է փոքր։ Պատկերացնում եմ, եթե Աստված չանի իր հետ ինչ-որ վատ բան պատահի, ես կխելագարվեմ ուղղակի։ Այդ վախն է ինձ ստիպում ամեն առավոտ գնալ աշխատանքի, ամեն ինչ անել մեղավորներին գտնելու համար։ Այս գործը չես կարող չոր օրենքով աշխատել։ Ես այս ամենը ասում եմ, որ ինձ հասկանաս, ես սրտացավորեն եմ մոտենում։ Սրանից այն կողմ հանցագործություն չկա ինձ համար։ Հիմա ինչ եք ուզում, որ ես ասեմ, ինչ հարցեր ունեք ինձ։ Դու Սեդայի մոտ ընկերուհին ես։ Չգիտես այդ օրը ում հետ է խոսել, կամ ինչ ճանապարհով է ուզեցել մորը գտնել։ Չէ։ Ճիշտն ասած, ես էլ եմ զարմացած, որովհետև Սեդան միշտ իմ հետ ամեն ինչի մասին կիսվել է։ Մենք միշտ իմացել ենք, որ ինքը ուզում է մորը գտնի, բայց այս անգամ ոչ մի բան չի ասել։ Ու դու իր պահվածքի մեջ ոչ մի տարօրինակ բան չես նկատել։ Ճիշտն ասած, ծնունդիս ժամանակ ես էլ Նոնան էլ նկատեցինք, որ ինքը շատ խառն է, անընդհատ հեռախոսի մեջ էր։ Ու մեզ թվաց, որ նշանածի հետ է խոսում։ Բայց շատ ուշադրություն չդարձրինք, չխորացանք։ Իսկ երբ դուրս եկավ, չհարցրեցիք ուր է գնում։ Դե մեզ թվաց, որ նվերն է գալու իր հետևից։ Բայց հետո, որ նվերը հետ եկավ, հասկացանք, որ իրար հետ չեն եղել։ Ծնունդի ժամանակ ոչ մի կասկածելի բան չեք նկատել, ասենք ինչ որ մեկը գա կամ Սեդան զանգ ստանա։ Էլեն, դու իմ հարցերին պետք է միանգամից ու անկեղծ պատասխանես։ Ուզում ես չէ Սեդային այդ օրը հասցնողը պատասխան տա։ Շատ։ Դե խոսա, մի ստիպիր, որ քեզ համոզեմ։ Արի ես ամեն ինչը դնենք մի կողմ։ Ինչ կհիշես, ինչ կասկածելի բան այդ օրվանից։ Ծնունդիս նվերը։ Այդ նույն տաքսիստն էր առաքել։ Հարութի մասին է խոսքը։
Զանգի ես սպասում։ Չէ, ուղղակի նայում եմ, տեսնեմ 100 թվո չի գրել։ Նենց ջղայնացած գնաց։ Ես գնամ լվացվեմ գամ։ Հոշատ չվախեցար։ Ես չեմ հասկանում, ինչ ես ուզում ինձանից, ինչի ես սենց բաներ անում։ Ուզում էի իմանալ վզնոցը հավանեցիր։ Գիտես չէ, որ տեսախանութում առանց գինը նայելու միանգամից վերցրեցի, որովհետև պատկերացրեցի, թե ինչքան շատ քեզ կսազի։ Խնդրում եմ, էլ սենց բաներ մի արա։ Ես չեմ կարող նման նվերներ ընդունել։ Ու մոտավոր պատկերացնելով գինը, ծաղիկների նման չեմ կարա շպրտեմ։ Դրա համար կթողնեմ մեր սրճարանում, կգաս կտանես։ Դու գիտես, ուզում ես դուրս արի հետ դուր։ Տարածքում եմ դեռ։ Ինձ ծաղիկներ ու տուփով փափուկ խաղալիք էին ուղարկել։ Այդ առաքիչը բերեց ու գնաց։ Հետո որ նվերը նկարները նայեց, նկատեց, որ այդ նույն տաքսիստն է եղել, որ իբր Սեդային հետո գտել է։ Նկարը ցույց կտաս։ Ուղարկես ինձ։ Էլենից քեզ ով էր նվեր ուղարկել։ Ճիշտն ասած, ես էլ մինչև հիմա չգիտեմ, թե ով էր ինձ նվեր ուղարկել։ Այդ առաքիչը ասեց, որ տուփի մեջ ինչ-որ բացիկ կա, բայց մենք ման եկանք ու ոչ մի գրություն չգտանք։ Հետաքրքիր է։ Ես ինչ-որ գիտեի, ասեցի։ Հուսով եմ, որ իմ ասածները գործին ինչ-որ օգուտ կտան։ Ես ամենաերջանիկ մարդը կլինեմ, եթե կարողանամ Սեդային ինչ-որ բանով օգնել։ Ձեզ էլ կխնդրեմ, որ միջև վերջ Սեդայի կողքին լինեք։ Կօգնեմ։ Մենք այս գործը անպայման կբացահայտենք։ Շնորհակալ եմ, որ ինձ վստահեցիր։ Գնամ։ Լսում եմ։ Մենք պետք է խոսենք։ Ես դրսում եմ, դու որ տարածքում ես։ Ապրես որ դուրս եկար, ուզում է տեսնել քեզ կարոտել էի։ Վզնոցն էլ քոնն է, դե հետո կհանդիպենք։
Բարև ձեզ։ Բարի օր։ Նստի։ Ինձ մի բան պիտի բացատրես։ Ոնց կմեկնաբանես այս նկարը։